Ինչպես նշեցինք, տեղեկատվական պատերազմում հիբրիդային շատ կարևոր է խոսել սուտ եւ կիսա ճշմարիտ։ Այո, Նիկոլ Փաշինյանը այստեղ շատ կիսա ճշմարիտ է։ Այդ տեսեք այդ նույն թուրքական շահերի սպասարկում լինելու հետ կապված ես բերեմ մի օրինակ, որը ընդամենը վերջերս կարողացավ այսպես համացանցը ցնցել եւ շատերի մոտ գուցե երջանկություն առաջացել։ Բոլորը ուրախացան, որ այդ 4 գերի վերադարձել են։ Ես էլ եմ ուրախ։ Այո, շատ ուրախ եմ։ Բայց նկատենք, որ այդ 4 գերին շատ անակնկալ վերադարձան եւ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէր, որ այդ 4 գերիները բրի կան։ Ինքը իմացավ այն ժամանակ, երբ որ եկա։ Իսկ փոխարենը ինչ եղավ, տվեցին 2 աղաբեկիչի։ Իր պնդմամբ իրար հետ կապ չունեն։ Ուղղակի Սիրիայի հետ հարաբերություններն են ուզում լավացնել։ Մենք չէ, թուրքերը, որովհետև այնտեղից նորից իրենք աղաբեկիչներ են վերցնելու հետագա պատերազմների համար։ Այսինքն, սա այն ամենալավ օրինակն էր, թե ինչպիսին կարող է լինել մեր եւ իրենց հարաբերությունները։ Այսինքն ցանկացած հարց իրենք որոշելու են մեր փոխարեն։ Իսկ եթե մենք այդքան միամիտ ենք լինելու, որ մտածենք իրենք մեր փոխարեն լավն են որոշելու, որ մենք ընդամենը հիմարներ ենք։ Իդեպ երիտ թուրքերն էլ երբ որ իշխանության եկան Թուրքիայում 20-րդ դարաշրջանում շատ միամիտներ ցնծում էին։ Նույնիսկ շատերը փորձեցին հայդուկային շարժումներին այսպես ճնշել, ասել որ դուք այլևս պետք չեք Թուրքիան գնում է ժողովրդավարության եւ մենք բարեկամաբար ապրելու ենք։ Ապրեցին բարեկամաբար։ Իհարկե ոչ։